Եթերում թոփ թեմաներն են, ես Դիանա Գաբրիելյանն եմ, այսօր մեր հյուրն է ոդքասթեր Գևորգ Մալաքյանը։ Բարև ձեզ Գևորգ։ Բարև ձեզ։ Գևորգ, որպես ոդքասթեր, ինչ կարծիք ես այսօր մեր ոդքասթների վերաբերյալ, առհասարակ զարգացում ապրում է թե չէ Հայաստանում այդ ամենը։ Կարծում եմ նախ վերջին տարիների համեմատած զարգացում նկատվում է ոչ միայն իմ ոլորտի, սպորտային ոլորտի, այլ ընդհանրապես ոդքասթային աշխարհում զարգացումներ նկատվում են, որովհետև եթե 3-4 տարի առաջ մենք կդժվարանային գտնել ինչ-որ մի հատ հետաքրքիր ոդքասթ, որի շրջանակում կարող են խոսել ինչ-որ հետաքրքիր ու ինչ-որ կարևոր թեմայից, մեր օրերում մենք կարող ենք գտնել մի շարք ոդքասթներ տարբեր ոլորտներից, որտեղ խոսում են, կպնում են շատ հետաքրքիր թեմաների ու կարողանում են մեր լսարանին, ժողովրդին ինչ-որ մի բան հասցնել, ինֆորմատիվ առումով ինչ-որ բան հասցնել եւ կարծում եմ դա լավ զարգացում է ու չպետք է կանգնել այդ կետին, պետք է շարունակել աճել։ Ձայնը լսելի է ամեն դեպքում։ Այո, կարծում եմ մեր օրերում արդեն ձայնը լսելի է, եթե 3-4 տարի առաջ մարդկանց շատ քիչ էր հետաքրքրում նման ոճի մեջ հաղորդումները, ապա ոդքասթային ոլորտը գնալով զարգանում է ու դա միայն դրական է արտահայտվում ու դրական է գնահատվում լսարանի կողմից։ Եվ ձեր YouTube-յան ալիքն է բավականին զարգացած է եւ արդյունքը հենց արդյունավետությունը երևաց, որ Մոնկի մրցանակաբաշխությանը նաեւ առաջադրվել եք որպես լավագույն ֆուտբոլային YouTube-յան ալիք։ Ինչ կասեք այս մասով եւ երբ եք սկսել, աշխատանքները ու ինչպես կարողացաք հասնել նրան, որ նաև առաջադրվեց։ Իրականում միտքը եկավ COVID-ային շրջանում, երբ բոլորը տանն էին, շատ սահմանափակ էին մարդիկ դուրս գալիս եւ այլն, շատ սիրողական մակարդակով ուղղակի իմ մտքերը, որ հավաքվում էր ինձ մոտ ֆուտբոլային մտքերս, ես որոշեցի տեսանյութի տեսքով մարդկանց հետ խոսել։ 2022 թվականին, երբ արդեն մոտենում էր ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որոշեցի ակտիվություն տալ իմ YouTube-յան ալիքին, ընդառաջ մունդիալին ու տեսա, որ մարդկանց հետաքրքրում է, մարդիկ դիտում են, ստացվում է ու աշխարհի առաջնությունից հետո արդեն պարբերաբար սկսեցի զարգացնել իմ YouTube-յան ալիքը ու կարծում եմ մրցանակաբաշխություն այն, որ իմ սպորտային ալիքը առաջադրվել էր արդեն ինձ համար դա հաղթանակ է, որովհետև ես երբեք չէի պատկերացնի, որ կկարողանամ խորանալ այս ոլորտի մեջ ու փորձել ինքնազարգացմամբ զբաղվել հենց YouTube-ի ոլորտում, հենց YouTube-յան ալիքում, բայց կարծում եմ, որ այս բանին ինձ մոտ ստացվում է ու կանգ առնել պետք չէ։ Ֆուտբոլի հանդեպ սերը մանկությունից վստահաբար։ Ֆուտբոլի հանդեպ սերը եղել է շատ փոքր տարիքից, 5 տարեկանից սկսել եմ հետևել ֆուտբոլ, 5 տարեկանից հաճախել եմ ֆուտբոլի, դեպ 10 տարի եղել եմ ֆուտբոլային ասպարեզում որպես ֆուտբոլիստ, ցավոք սրտի վնասվածքները թույլ չտվեցին շարունակել, բայց սերս այնքան մեծ էր ֆուտբոլի հանդեպ ու ես մարզումից գալիս էի տուն, միացնում էի հեռուստացույցը, դիտում էի ֆուտբոլ, հնարավորինս բոլոր խաղերը դիտում էի, ու երբ որ վնասվածքը արդեն թույլ չտվեց որպես ֆուտբոլիստ շարունակեմ իմ կյանքը ֆուտբոլային ասպարեզում, որոշեցի, որ եթե չի ստացվում խաղալ, ապա փորձեմ մարդկանց օգնել հասկանալ ֆուտբոլ, այդ իսկ պատճառով ընտրեցի մարզական լրագրություն մասնագիտությունը։ Ժամանակի ընթացքում հմտացա, ժամանակի ընթացքում հասկացա, որ դա իմն է ու փորձեցի շարունակել իմ զարգացումը, առ այսօր սովորում եմ, առ այսօր փորձում եմ ինձ նոր դետալներով, ինչ որ նոր աշխարհայացքով եմ փորձում նայել սպորտային աշխարհին, ինձ փորձել այդ ամենի մեջ, բայց կարծում եմ, որ դեռևս շատ բան ունեմ սովորելու, ինչպես բոլորս կարծում եմ, մեր մասնագիտության մեջ անընդհատ ինչ որ նոր բան գտնում ենք։ Ֆուտբոլի հանդեպ սերը կարծում եմ եղել է փոքրուց եւ երբեք չի մարի, որովհետեւ ինձ համար ֆուտբոլը դա ուղղակի սպորտաձև չէ, դա ուղղակի 22 ֆուտբոլիստ չեն, որ խաղում են խաղադաշտում, դա մշակույթ է, դա փիլիսոփայություն է, դա հոգեբանություն է, մի խոսքով դա կյանք է, որը իր ուրույն տեղն ունի իմ մեջ։ Շատ մարդիկ, ովքեր ֆուտբոլ չեն սիրում եւ շատ քչերն են, թե որ ֆուտբոլ չեն սիրում, հենց այդ արտահայտությունն են անում, չէ, որ 22 ֆուտբոլիստ մեկ գնդակի հետևից է վազում, բայց հայտնի նաեւ խոսք կա, չէ, գնդակը քո դաշտում է։ Ես կարծում եմ, որ կյանքում էլ է կիրառելի ֆուտբոլի։ Իսկ տեսեք, ձեր ձայնային տեմբրը լրիվ համապատասխանում է դաշտում ֆուտբոլի մեկնաբանի ձայնային տեմբրին։ Երբևէ մեկնաբանալ եք առաջարկ։ Այո, իմ առաջին մեկնաբանությունը եղել է, երբ որ ես ընդունվել էի Հանրային հեռուստաընկերության Մեդիա ակադեմիա, դա առաջին տարին էր այդ ծրագրի եւ չգիտեմ, աստղերն էին համընկել թե ուղղակի բախտի բերմամբ էր, այդ տարի միաժամանակ պետք է լիներ Տոկիոյի օլիմպիական խաղերը։ Ու ստացվեց այնպես, որ Հանրային հեռուստաընկերությունում որոշեցին, որ սպորտային լրագրության բաժնի ուսանողները
պետք է մեկնաբանեն օլիմպիական խաղերի որոշ սպորտաձևեր։ Շատ պատասխանատու։ Այո, շատ պատասխանատու, առավել եւս ինձ համար, որովհետեւ օլիմպիական խաղերի բացումը նախ ես մեկնաբանեցի Արմեն Գարամյանի հետ, դրանից հետո 5 տարբեր սպորտաձև ինձ վստահեցին, ընդհանուր միջև բասկետբոլի կանանց եւ տղամարդկանց եզրափակիչները։ Տղամարդկանց եզրափակիչը իհարկե շատ կարեւոր էր ու շատ պատասխանատու էր ինձ համար, որովհետեւ երբ որ ես ժամանակին ուղակի հեռուստացույցով դիտում էի, չգիտեմ, Լեբրոն Ջեյմսի, Կևին Դյուրանտի կամ այլ բասկետբոլիստների խաղը, մեկնաբանել եզրափակիչ հանդիպում, բարդ հանդիպում, որտեղ գիտես, որ բոլորը քեզ լսում են, իհարկե պատասխանատվության այլ աստիճան է, ու դա տրվեց սկիզբ իմ մեկնաբանական կարիերային, դրանից հետո ստացա առաջարկ հայկական երկրորդ հեռուստաալիքից եւ մեկնաբանեցի Անգլիայի Պրեմիեր լիգան, մեկ մրցաշրջան, շատ դրամատիկ մրցաշրջան ստացվեց, ես սիրահարվեցի իմ մասնագիտության այդ ոլորտին ու դեռևս շարունակում եմ մնալ այդ մտքերով, որ մեկնաբանությունը մի օր կարող է վերադառնալ ինձ մոտ։ Բայց որքան պիտի տեղեկացված լինեք այդ սպորտաձևից, 5 տարբեր սպորտաձև, դա մի սպորտաձև չի։ Այո։ Ուսումնասիրությունները անում էիք ընթացքում, Իհարկե, եթերից առաջ ես ու յուրաքանչյուր մեկնաբան եթերից առաջ միշտ նախապատրաստվում է ունենալով թե տեղեկատվություն, թե ընդհանուր գիտելիքներ սպորտաձևի մասին։ Գիտեք, իմ կարծիքով, եթե դու ուզում ես անել, եթե դու սիրում ես այն գործը, ինչը դու անում ես, քեզ կրկնակի կամ եռակի հեշտացնում է այդ ամենը, սովորել, ուսումնասիրել, եթե դու ուզում ես գնալ ինչ-որ բանի ու դու ցանկանում ես դրան հասնել, դա ավելի է հեշտացնում գործը։ Իմ համար տարբերություն չկա, ես կմեկնաբանեմ բասկետբոլ, բեյսբոլ, չգիտեմ, թե ուղղակի աթլետիկայի 100 մետր վազք։ Իմ համար տարբերություն չկար։ Ես ուզում էի մեկնաբանել, ինձ համար հետաքրքիր էր սպորտը ու պատրաստվելը դրան ինձ ավելի էր հեշտացնում, որովհետև ես ցանկանում էի դրան հասնել։ Չեք պատկերացնում կյանքն առանց սպորտի։ Կարծում եմ ոչ, եթե ես մի օր չխոսեմ սպորտից, հատկապես ֆուտբոլից, կարծում եմ դա իմ վերջին օրը կլինի։ Իսկ հաճախ են լինում այդպես վեճեր, հա, երբ որ հանդիպում եք ընկերներով եւ այլն, տարակարծիք։ Միշտ հավատացեք, սպորտը ինքը սուբյեկտիվ կարծիքների շուրջ ստեղծված ինչ որ մի հատ փիլիսոփայություն կարող ենք նաեւ նայել, որովհետեւ մեկի համար Լիոնել Մեսսին է ֆուտբոլի պատմության լավագույնը, մեկի համար Կրիշտիանո Ռոնալդոն, մեկի համար ավելի լավ մարզիկան Ուսեյն Բոլտը չկա, մյուսի համար ինձ համար, եթե նայենք ֆուտբոլում, Լիոնել Մեսսին խաղադաշտում ոտք դրած երբևէ լավագույն ֆուտբոլիստն է, բայց դա եւս սուբյեկտիվ կարծիքի շուրջ է, հենց այդ սուբյեկտիվ կարծիքն էլ իր փաստարկներով եւ ամեն ինչով բերում է այդ, ես կարող եմ ասել, հաճելի դեբատներին քո ընկերոջ հետ կամ չգիտեմ, քո գործընկերոջ հետ, որ դու սկսում ես քննարկել ու քննարկելու հետ միաժամանակ դու նաեւ լսելով սովորում ես, ուշադրություն դարձնելով իր կարծիքին ու հաշվի առնելով, որ գուցե քո կարծիքը ինչ որ չափ փաստարկներով կարող է հավաստիացնել, որ քո ասածը ճիշտ է, բայց միաժամանակ դու լսում ես բաներ, որ գուցե դու մտածես դրա շուրջ։ Արդյոք ֆուտբոլիստը PR-վելով կարող է դառնալ հայտնի։ Իհարկե։ Շատ ու շատ ֆուտբոլիստներ ես կարող եմ նշել, որ այս պահի դրությամբ չունեն այն մակարդակը, խոսքը Հայաստանի մասին չէ, համաշխարհային ֆուտբոլի մասին, չունեն այդ մակարդակը, որը պետք է, օրինակ, ամենաթոփ մակարդակի ֆուտբոլիստի համար, բայց նրանց անունը այնպես է դուրս եկել, որ նրանք համարվում են, օրինակ, համաշխարհային աստղ, վառ օրինակը Ջուդ Բելինգեմի եղբայրը, Ջոբ Բելինգեմը, որի մասին խոսում են Գերմանիայում բոլորը, բայց Ջոբ Բելինգեմը նույնիսկ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ չի, նրան կապում են իր եղբոր հետ, որը ունի ֆուտբոլային լավ որակներ, բայց մենք ապրում ենք մի իրականությունում, հատկապես սպորտում, որ PR-ը եւ մեդիա արշավը կոնկրետ անձի համար անչափ կարևոր է, որովհետեւ եթե դու լինես միայն լավ ֆուտբոլիստ, բայց քո մասին ոչ ոք չխոսի, ապա դու օրինակ կոնկրետ լսարանի համար ես լինելու հայտնի, կոնկրետ լսարանի համար ես լինելու ընդունված, բայց մեծ լսարանում քեզ ոչ ոք չի ճանաչելու։ Դրա համար PR-ն ու մեդիան ֆուտբոլում անչափ կարևոր են։ Հետաքրքիր է, որ ֆուտբոլը խաղարկային չի կարող չէ լինել, այսինքն ինքը դուրս է գալիս դաշտ, խաղում է բաց, բոլորը տեսնում են։ Այնպես չի, որ գործունեությունը backstage-ում է ու կարող են PR-վել։ Լավ, այդ դեպքում այսինքն միևնույն է այնքան ազդեցություն ունի PR-ը, որ մարդը տեսնելով նույնիսկ ու հասկանալով, որ չի կարող ինքը լինել այդ մակարդակի, բայց միևնույնն է հավատում է։ Ինչպես է այդ գործիքակազմը աշխատում։ Դե ժամանակի ընթացքում է այդ ամենը գալիս, օրինակ եթե քեզ PR-ում են այնպես, որ դու լավ ֆուտբոլիստ ես ու դու խաղադաշտում անընդհատ ցույց ես տալիս, որ դու այդ մակարդակը չես, ժամանակի ընթացքում այն թիմն էլ, որ աշխատում է քո համար PR-ի առումով, ետ է քաշվում կամ մարդիկ մոռանում են քեզ մասին։ Այդտեղ կա, չգիտեմ, շահերի բախում, որ եթե աշխատում է PR թիմ քեզ համար, դու պետք է
այն վաստակը, որը ունես մեդիա աշխարհում, ցույց տաս խաղադաշտում, որովհետև եթե քո մասին խոսեցին, բայց դու ցույց չտվեցիր այն, ինչի դու ընդունակ ես, ֆուտբոլային աշխարհն այնպեսին է, որ օրեցօր ֆուտբոլիստները փոխվում են, քո մասին շատ արագ կմոռանան։ Կան ֆուտբոլիստներ, որոնք այդ ամենի զոհն են, կան ֆուտբոլիստներ, որոնց մասին խոսվել է, իսկ նրանք դուրս են եկել, ցույց են տվել, արդարացրել ու շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա։ Գևորգ, տեսեք, մեր հայ ֆուտբոլիստները, երբ հիմնական մրցաշարեր են լինում եւ այլն, լինում է, որ պարտվում են։ Դրանից հետո ես նկատել եմ ձեր սոցցանցերում, ձեր փոստերից եւ այլն, միևնույն է դուք աջակցում եք։ Ճիշտը դա է, չէ՞, այսինքն այնպես չի, որ բոլորը որ ասում են, չէ, մեր ֆուտբոլիստները չեն կարող իրենց դրսևորել եւ այլն, կգա, չէ՞, մի օր, որ իրենք էլ կկարողանան։ Ես վստահ եմ, որ կգա այդ օրը։ Նայեք, հայկական ֆուտբոլի մասին, երբ մարդիկ խոսում են, հիմնականում խոսում են այն մարդիկ, որոնք չեն դիտում հայկական ֆուտբոլ։ Իսկ երբ որ խոսում են պարտությունների մասին, չեն գիտակցում, որ սպորտում, եթե մի կողմը կա հաղթող, ապա մյուս կողմը պետք է պարտվի, դա մեդալի երկու կողմերն են։ Պարտությունը ավելի շատ բան է սովորեցնում, քան հաղթանակը, որովհետև պարտությունների դեպքում դու տեսնում ես դու ինչն ես անում սխալ ու պետք է փորձես աշխատել քո սխալների վրա, որ երկրորդ անգամ դա չկրկնվի։ Ես աշխատում եմ հայ ֆուտբոլիստների հետ, ես գիտեմ նրանց հոգեբանությունը, գիտեմ նրանց ապրումները պարտությունից հետո։ Օրինակ, եթե վերցնենք վառ ու ամենացավոտ օրինակը վերջին շրջանի 1-9 հաշվով մենք պարտվեցինք Պորտուգալիային, ֆուտբոլային երկրպագուի կողմից եթե նայեմ, ես շարունակում եմ ասել, ես նույնիսկ մեր տղաներին էլ եմ ասել, որ դա անընդունելի է։ Կապ չունի թե մակարդակի ինչ տարբերություն պետք է լինի, 1-9 հաշվով պարտությունը դա անընդունելի է, բայց շատ կարևոր է թե ինչպես դու կկանգնես վայր ընկնելուց հետո։ Բոլորն էլ պարտվում են, բայց կարևոր է թե ինչպես դու կվերադառնաս։ Ես հույս ունեմ, որ հոգեբանական առումով ճիշտ է ճնշումը բավականին շատ է նման պարտություններից հետո, բայց հոգեբանական առումով հույս ունեմ ու վստահ եմ, որովհետև մենք էլ ենք աշխատում այդ ուղղությամբ, որ տղաները կշարունակեն կրտնաջան աշխատել, կշարունակեն իրենց հավատալ, վստահել, որպեսզի մի օր մենք էլ տեսնենք, որ Հենրիխ Մխիթարյանից զատ համաշխարհային ֆուտբոլում ունենք 1, 2 կամ նույնիսկ ավել ֆուտբոլիստներ։ Իսկ կան, չէ, անուններ, որ կարող ենք հիմա բարձրացնել։ Իհարկե, մենք ունենք Էդուարդ Սպերցյան, մենք ունենք Նաիր Տիկնիզյան, մենք Հայաստանի առաջնությունում ունենք ֆուտբոլիստներ, որոնք հնարավոր է մյուս մրցաշրջանից խաղան եվրոպական թիմերում, այլ երկրներում, չգիտեմ, Էրիկ Պիլոյան, Արթուր Սերոփյան, Ժիրայր Շաղոյան, մի խոսքով շատ են ֆուտբոլիստները, որ կարող են իրենց ուժերը փորձել արտասահմանում, այնպես որ չեմ ուզում ասել, որ Հենրիխ Մխիթարյանի մակարդակի են ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, որովհետև իմ կարծիքով Մխիթարյանը եզակի անձնավորություններից է, որը հասել է այս բարձունքին։ Մխիթարյանը 10 տարից ավել արդեն ամենաթոփ մակարդակի վրա, ոչ թե միջին, այլ ամենաթոփ մակարդակի վրա շարունակում է խաղալ։ Ուղղակի պետք է հետևել նրան, փորձել դարձնել նրան նշաձող ու հասնել այդ ամենին։ Էդուարդ Սպերցյանը ունի բոլոր հնարավորությունները հասնելու Մխիթարյանի մակարդակին, բայց արդեն թե ինչպես կաշխատի նրա թիմը ու ինչպես նա ինքն իրեն կդրսևորի, կախված է միայն իրենից։ Ֆուտբոլը սպորտաձևերի թոփն է, չէ՞։ Ես կարծում եմ, այո։ Ամերիկայում օրինակ, երբ որ ֆուտբոլ չեն ասում են սոկեր, իսկ իրանց մոտ ամերիկյան ֆուտբոլն է կամ ռեգբին է առաջնային բան, կամ ինչ որ Հարվարդում, Օքսֆորդում, չէ՞, իրենց այո, երբ ասում են բասկետբոլ, թենիս, հիասքանչ սպորտաձևեր են, վայելելու սպորտաձևեր են, բայց գիտեք, ֆուտբոլը իմ սուբյեկտիվ կարծիքով դա աղքատի խաղ է, որովհետև եթե ամեն մեկը չի կարող խաղալ թենիս, որովհետև կորտ վարձելը դա շատ թանկ է, թենիսի ռակետ գնելը թանկ է, զբաղվելը դրանով, մարզումները թանկ են, ֆուտբոլի համար ինչ է պետք։ Գնդակ, 2 քար կարող ես դնել, դա դարպաս է ու վայելես քո ժամանակը։ Դրա համար ֆուտբոլը ամենամասսայականացվածն է, ամենասիրվածն է ու ամենաընդունվածն է բոլոր սպորտաձևերի մեջ։ Այո, ամենաքննարկվող, շահութաբեր սպորտաձևն է։ Այո, բիզնեսի առումով ֆուտբոլը եւս առաջատար է ու շատ ավելին է, քան մնացած սպորտաձևերում։ Եվ Հայաստանում էլ թեև շատերը պնդում են, երբ երեխայիդ փորձում ես որպեսի հաճախի ֆուտբոլի, ասում են, բայց զարգացում չի ապրում, ոչ, երեխաների մեջ այդ սերը ֆուտբոլի հանդեպ կարծում եմ ի ծնե կա տղաների հիմնականում։ Այո, հիմնականում այո։ Ինչպես է դա ծնվում։ Չգիտեմ, ես իրականում չեմ կարող ասել, ես չեմ ուզում ասել, որ չգիտեմ, ֆուտբոլը տղամարդկանց խաղն է, ոչ, որովհետև մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ կանանց ֆուտբոլը եւս շատ զարգացած է, կան ֆուտբոլիստներ, որոնք որ նայում ես, ասում ես, «Վաու», բայց կոնկրետ փոքր տարիքից կարծում եմ հասկանում ենք, որ տարբերությունը տղաները ավելի շատ դուրսը, վազել, քրտնել, գնդակ խաղալ եւ այլն, երևի թե աղջիկը պարարաբար։ Այո, այդպես էլ կա ու կարծում եմ երևի թե հենց մանկուց հենց այդ տարբերությունը առաջացել է, որ տղաներին ավելի շատ է քաշում սպորտը, ֆուտբոլը, քան աղջիկներին։
Եվ ձեր երազանքը հա մեր հայ մարզիկների, հայ ֆուտբոլի հա մարզիկների ու առհասարակ մեր ֆուտբոլի մասով ինչ երազանք ունեք։ Երազանքս է տեսնել ազգային հավաքականին խոշոր մրցաշարում, լինի դա Եվրոպայի առաջնություն կամ աշխարհի առաջնություն, դա այն ամենավերջին կետն է, որ ես ցանկանում եմ տեսնել, բայց ներկա երազանքս ունենալ մրցունակ հավաքական, ոչ միայն ազգայինի մասին է խոսքը, այլ նաև ավելի փոքր երիտասարդական հավաքականը մինչև 19 տարեկաներինը մենք լինենք Եվրոպայում մրցունակ եւ որպեսի մեր դեմ դուրս գան խաղալու մտածելով ու վերապահումներ ունենալով, որ մենք կարող ենք խայթել ու խայթել շատ ցավոտ։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ եմ շնորհակալ։ Հայաստանում միակ ու առաջին գրոհե առցանց խանութն արդեն գործարկվել է։ Shop.grohe.am Գնիր առցանց, ստացիր արձեռը։